Բնականաբար դրական չենք կարող նայել։ Համ էլ sense ասեմ այդ հարցերը այդպես կալանավորումներով բանով չեն լուծում, եթե թե ինչ-որ մեկի կողմից սխալ եղել է, պետք չի, հենց sense ասեմ, դες ամենաշատը մենք կարանք sense նայենք կողքի մեր ճուզող պետությունների հետ կապված էլ հենց մենք կարանք ներսում այս հարցը մենք այնպես լուծենք, որ ոչ մեկ չի մնա առանց բարձրաձայնելու։ Անսխալական մարդ չի լինում, եթե ինչ-որ մի տեղից է սխալ եկել է ինչ-որ բան առաջացել է, մենք կարանք դա մեր մեջ շտկենք այդ ամեն ինչը։ Արդյոք այս ամենը այդ հայտարարված խաղաղության կոնտեքստում է գուցե հենց հարևանի երկրից այս ամենը մեր ինքնության եկեղեցու Չեմ բացառում նաև, թեկուզ եւ տենց էլ ուզեն, հենց մենք պետք է այդ ամեն ինչը շտկենք մեր մեջ։ Չեմ բացառում։ Այս ֆոնին քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչ այստեղ կընտրվի։ Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, ես ինքս ընտրություններին չեմ մասնակցում, ով էլ որ լինի, մենք ինքներս հենց սպորտի հետ կապված մենք սպորտի բնագավառում ենք, ես կուզենամ, ով էլ որ ընտրվի, թող առաջնայինը նայեն, մեր սպորտին լավ աչքով նայեն, մեզ ինչ-որ բանով օգնած լինեն, որ մենք մեր երեխաներին փողոցից կարողանանք ավելի շատ կտրենք։ Դա ինձ է։ Վեհարանը չեմ կարող ասեմ, բայց բնականաբար լավ չենք նայում այդ վիճակի, որտեղ մեր պետությունը աշխարհով մեկ հայտնի է որպես առաջի քրիստոնյա պետություն եւ այս իրավիճակը ստեղծել այն երկրում, որտեղ որ միլիոնավոր տուրիստներ են գալի, միլիոնավոր մարդիկ են գալի, զուտ նրա համար, որ մեր երկիրը այն երկիրն ով առաջինն է ընդունել քրիստոնեությունը, ամբողջ աշխարհում մենք պարծենում ենք դրանով, ու այսօր քայլը արվում, փակում են եկեղեցիներ եւ այլն, ես դրական չեմ նայում դրան ոչ մի կերպ։ Ես ասեմ ավելին ընդհակառակը, հենց կառավարությունը, պետությունը, որպես կառավարության անդամները իրանք պետք է հենց անեն, որ եկեղեցին լինի առաջնային, որտեղ դրանով մենք պահում ենք մեր հոգևորը, պահում ենք մեր ինքնությունը, ինքը ամեն ինչ է, եկեղեցին այսօր մեր հավատը ամեն ինչ է մեր համար։ Ես չեմ պատկերացնում մարդ, որ կարա դրան տես վերաբերի, բայց նաև չեմ բացառում այն տեսանկյունը, որ կարա լինի եկեղեցու ներսում էլ հարցեր, որով մասին մենք տեղյակ չենք կարել լինենք, որովհետև այսօր ամեն մեկ ապրում է իր կյանքով եւ տեղյակ չի թե որ եկեղեցականը որտեղ կամ ինչ ունի թողած, ոնց է դա ձեռք բերե, որովհետև ես սենց եմ նայում հավատին։ Աստված ինքը չէր ասում վերցրու, Աստված տալիս էր մարդկանց։ Դրա համար ես կցանկանամ, եթե դա էլ կա, թող Աստված ոնց որ իրանք վերաբերվում են մեզ, թող իրանց շապով տա իրանց, որովհետև դա մեր հավատն է։ Են էջմիացնում, որովհետև վարչապետը հայտնել էր նաև, որ ընդդեմ եկեղեցու հավաք է պատրաստվում այստեղ անցկացնել, ասեք մարդիկ կմասնակցեն, ցանկանում են նման հավաք։ Եկեք ձեր հարցից ես պատասխանեմ, եթե Հայաստանում կան մարդիկ, որ կարող են գնան իրանց հավատին դեմ, ես այդ մարդկանց չեմ կարող ընդունել։ Ընդդեմ եկեղեցին հարաբերական է, գիտեք ոնց, եկեղեցին սրբություն է մեր համար, եկեղեցու սպասավորների արած քայլերի համար իրանք են պատասխան տալու Աստծո առաջ։ Ես չեմ կարող ոչ մեկի տեղ որոշեմ, բայց ես կասեմ մի բան, եթե մարդ իր հավատի դեմ կարա գնա, ուրեմն թող գնա, տենց մարդկանց ես չեմ կարող ընդունել։ Մնացած առումներով արդեն թող Աստված որոշի իրանց ճակատագիրը, եթե ունեն արած սխալներ, թող այդ սխալների համար իրանք իրենց պատասխանը կտան։ Եթե չունեն սխալներ, իսրտե ծառայում են Աստծուն ու ժողովրդին, դա չի վերաբերում մենակ եկեղեցուն, վերաբերում է նաև կառավարությանը։ Ես պարզ ասում եմ, հասարակ մարդ եմ, ապրում եմ հասարակ ձևի, բայց եթե կան սխալներ, ամեն մեկը թող իր պատասխանը ստանա։ Որովհետև այսօր ժողովուրդը ապրում է, աշխատում է, ստեղծում է, ամեն ինչ տալիս է, վճարումները, հարկերը, տուրքերը, այս որ մեր պետությունը ամուր լինի, որ մեր դրսի, ներքին եւ դրսի ճշնամին չկարողանա ոչ մի բան անի, զարգանա այս պետությունը, բայց մենք ոնց նայում ենք, մեր պետությունը չի զարգանում։ Մեր պետությունի մեջ ընդունում են միայն օրենքներ, ճնշվում է հասարակ ժողովուրդը։ Ինչքան հարկեր ընդունում են, դա հասարակ ժողովրդի վրա է գնում։ Իսկ բաները, աշխատավարձերը նույնն է, սաղ նույնն է մնում, գնային բարձրացումները տեղի է ունենում, ժողովուրդը իր կոպեկը, որ պետք է խնայի, որ ինքը ապրի, ինքը տալիս է այդ հարկերը, տուրքերը, տալիս է մի բան առնի, որ կանա ապրի։ Վերևում նստած միլիոն ստացող ժողովուրդը չի հասկանա 100,000, 70,000 դրամ ստացող ժողովրդին։ Դա կյանքի ձևն է այդպես։ Ով որ կարում է իր ամեն ինչը ապահովի, չի հասկանա այն մարդուն, որ առօրյա 8-ից դուրս է գալի տնից, իր գունը 10-ին գալիս է 10,000 դրամի համար կամ 7,000։
կյանքի ձևն է տենց։ Դրա համար կցանկանանք ստեղծել մի հատ տենց համակարգ, որ մարդիկ կարողանան իրենց գոնե այն բնական հասարակ կարիքները կյանքի առումով հոգեն, որ կարողանան ապրել։ Իսկ մնացած առումներով եկեղեցու հետ կապված ես էլ եմ ասում դեմ եմ ցանկացած քայլի, միայն կասեմ եկեղեցի սրբությունն է, մենք պետքա պահենք դա մեր կրոնն է, մեր հավատն է։ Եկեղեցու ներսի սպասավորները, որ ծառայում են Աստծուն, Աստծո խոսքն են ստեղ տարածում, Աստծո խոսքով են շարժվում, թող պատասխան տան Աստծո առաջ։ Եկեղեցուն պետք չի փնովել կամ փակել եկեղեցիները։ Ինչպես ասացի մենք կարելի է ուղղակի հարցը լուծել այնպես, որ անգամ հասարակ ժողովուրդը դրա մասին տեղյակ չլինի, որտեղ հավատով ապրող մարդը այսօր որ տնից դուրս է գալի, ասում է Տեր Աստված, այսօր դուրս եմ գալի, թող իմ համար լավ լինի, իմ տան հացը կարողանամ վաստակել։ Այդ հավատն է պահում մարդուն, որ մարդ կյանքում ապրի։ Պետք չէ այդ հավատը տրորել։